Բարև, այսօր որոշել ենք քլնգել համասեռամոլներին։ Քաջ գիտակցելով, որ սրանց վիրավորելով ես շատ արագ կհայտնվեմ դատարանում, կփորձեմ կողմ դնել իրենց հանդեպ ունեցած զզվանքս եւ ինձ ուժ կբայեմ։ Առաջին հերթին մեր հոմոսեքսուալիստների արվամոլների մեծամասնությունը օրնիկ են։ Որոշ մարդիկ բնորոշում են համասեռամոլությունը որպես հիվանդություն։ Հուսամ այս վիրուսը օդակաթիլային ճանապարհով չի տարածվում։ Ինչպես կարող է տղամարդը լինել տղամարդու հետ կամ կինը կնոջ։ Եթե սրանք իրենց չակերտավոր սերը մեկնաբանում են որպես նորմալ երևույթ, ապա այդ դեպքում ինչու Աստված չստեղծեց երկու տղա եւ երկու աղջիկ։ Օրինակ Ադամն ու Սադամը կամ Եվանում, մի խոսքով։ Օդից կախված փնջով հարցեր, որոնք նորմալ մարդկանց համար մնում են անհասկանալի։ Մի անգամ իմ հերոց անոթներից մեկը ինձ ասեց, որ հենց հասկանա գալու բոյության կայֆը որն է, ինքն էլ հաստատ կդառնա գոմիկ։ Վերջերս ես նրան տեսա կոմայգու մոտակայքում։ Փաստորեն մարդը հասկացավ։ Ապա ինքը ից ամեն տեսակի ություն սպասելի է։ Քալպատին, կուսաշկա, պլասկա կուպցի, չէ պինցետ։ Ինչ է նշանակում պինցետ եւ ովքեր են նրանք։ Միգուցե նրանք սեքս շոփից ձեռք են բերել էլեկտրովիբրատոր, էլեկտրոգիտարներ եւ նվագում են ռոք։ DIY պայթեսման համար հատուկ շնորհակալություն պայթեսնողներին։ Բառը երբևէ միասեռականության գաղափար չի կրել իր մեջ։ Տնօրեն ծոմակի խոսքերով, սա միասեռականների ակումբ չէ։ Այդ դեպքում ինչու պայթեցրին DIY-ը եւ որն էր պատճառը։ Պատճառը մեկն էր։ Դա նա կամոն ուժը։ Միասեռական բառին ես մտածել եմ մի քանի օրինակ։ Թորգոմիկ, Գեյ Մովեր, Գեյդար Ալիև, Էսենգեյ, Գալուբոյը Թաղել եւ Յոհան Վոլֆգանգ Գյոթե։ Respect բոլոր այն մարդկանց, ովքեր Երևանում կազմակերպել են ցույց ընդդեմ համասեռամոլների։ Համասեռամոլներ կան նաև մեր կառավարությունում, որոնք թաքնված կերպով կապնված են հայկական շոու բիզնեսի շատ աստղերի հետ։ Խոսքս տղա աստղերի մասին է, եթե դրանց կարելի է տղա համարել։ Ես մշակել եմ մի սխեմա, եթե համասեռականին տղավարի կարելի է անվանել եւ այդ բառից հետո նա հաստատ կվազի գործ տալու, ապա այդ ***ին ավելանում է նաև ***ը։ Ինչ է ստացվում։ Այս ծնվել է մարմնավաճառ մորից, հետեւաբար նրա հայրը անհայտ է։ Ստացվում է անդեր տղա ***։ Այսպիսի հազարավոր սխեմա կարող եմ մտածել նաև լեսբոյների վրա։ Բայց մինչ այդ ասեմ, որ կոնկրետ ես սիրում եմ նայել նրանց կոնտակտը։ Այս նախադասությունը բազմաթիվ վատ կոմենտներ է բերելու։ Չգիտեմ ով ոնց, բայց ես երկու ձեռքով կողմեմ վառենք բոլոր գոմիկներին եւ պահենք բոլոր լեսբիներին։ Կան գոմիկներին անիծելու շատ ձևեր։ Օրինակ, սաղ աշխարհի տղամարդիկ անհայտանան մնաս մենակ դու։ Կամ ընկնես դրախտ սաղ տղա լինեն, բայց սաղ դաշնակ։ Կամ քաղաքում մանգաս մոլորվես եւ հայտնվես ինչ որ մի քարտու թաղամասում։ Բերեք անալիզի ենթարկենք մի քանի վիդեոներ։ Սա նորմալ է։ Իսկ սա չի ճոյություն։ Տեսեք, թե ինչպես է ծոմակը խոսում Հայաստանի մասին։ Հայ, արդեն հոգնեցինք ասելով։ Մի պուճուրիկ ազգ ենք, այնա մեզնից ոչի բան չենք ներկայացնում, սարքել ենք մեզանից եսիմ ինչ։ Դե պատկերացրեք այս պուճուրիկ ազգում ինչքան նեղվածք է։ Եվ դուք էլ ուզում եք շատանաք այս երկրում։ Որովհետև ես գնացել եմ Թուրքիա անցած տարի եւ այնտեղ համերգ եմ տվել։ Ես գնացել եմ այնտեղ ներկայացել եմ Հայաստանի մշակույթը։ Եթե Հայաստանի մշակույթը ասոցացվում է ձեր հակու կապի, լկտի պայվածքի, իրար բերան թքելու եւ տկլոր տղամարդկանց հետ, ուրեմն ապրեք։ Շատ ճիշտ եք անում, որ ներկայացնում եք մեր մշակույթը, այն էլ Թուրքիայում։ Ինքը եղել է սովորական կլուբ, որտեղ որ եկել են տարբեր մարդիկ։ Սովորական կլուբ, որտեղ եղել են տարբեր մարդիկ, բայց բեղերով եւ տրուսիկով տղամարդ չեմ տեսել ոչ մի այլ կլուբում։ Հարգելիներս, իրականում այս թեման առանց իմ ոչ պատշաճ լեքսիկոնի չէր ստացվի։ Քանի որ ես եւ մեր ստեղծագործական խումբը զզվում ենք թեմայի հերոսներից։ Դրա համար հայցում ենք ձեր ներողամտությունը։ Օրենքը ընդհանրապես մեզ չի պաշտպանում, որ ամեն երկրորդ տղամարդը պատրաստ է կատարել։ Ասեմ նաև հետևյալը։ Մենք ուզում ենք հաշվել, թե քանի համասեռամոլ է դիտելու այս վիդեոն։ Բոլոր դիսլայք անողների թիվը ուղիղ համեմատական է Հայաստանում համասեռամոլների թվի քանակի են։ Այ քեզի նախադասություն։ Բաժանորդագրվեք մեր վիդեոներին, լայք, սեղմեք եւ թողեք ձեր կոմենտները։ Մեզ կարող եք դիտել նաև մեր ինֆորմացիոն գործընկեր Ասեկոսի կայքում, հետևելով թե ինչպես է Ասեկոսեն հավաստի դառնում։ Ձեր հետ անցի ռուսներ, կհանդիպենք։